Հրապարակ թերթը գրում է, անցած ամռանը Մայր Հայաստան խմբակցության անդամ Գրիգորի Սկանդարյանը դատարան էր դիմել եւ հաղթել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը Արմեն Ավինյանին։ Հիշեցնենք, որ Ավինյանի հայրը համբալ էր անվանել Օփել վարողներին եւ ավականու անդամ Սկանդարյանը դիմել էր դատարան։ Հրապարակի տեղեկություններով ամիսներ տևած դատաքննությունից հետո օրեր առաջ վերաքննիչը դատավոր Նարեկ Գաբրիելյանի նախագահությամբ ամբողջությամբ բավարարել է քաղաքապետի հոր բողոքը, վճիրն ամբողջությամբ բեկանել է եւ ամբողջությամբ մերժել Գրիգորի Սկանդարյանի հայցն ընդդեմ Արմեն Ավինյանի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի հայտարարագրերը եւ պարզել մի շարք ուշագրավ տվյալներ նրա գույքի, եկամուտների եւ ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ։ Նշենք, որ Եղիազար Վարդանյանը 2024 թվականի մարտի 21-ին նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ, իսկ պաշտոնը ստանձնել է 2024 թվականի մարտի 22-ին։ Վարդանյանի 2024 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 19.524.218 դրամ, այդ թվում 9.579.486 դրամ քաղաքաշինության կոմիտեից աշխատավարձ, 6.303.000 դրամ համալսարանից աշխատավարձ, 1.073.000 դրամ պայմանագրային եկամուտ, 2.167.000 դրամ եկամտային հարկի վերադարձ։ Վարդանյանի կինը Նարինե Հակոբյանի ևս հայտարարագրել է զգալի ակտիվներ։ Իրավունք թերթը գրում է, ԿՊԱ-ականներին սկսել է հունից անել նույն խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի ինքնագոհ պահվածքը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է իրեն պահում, իբր հայ էլի, վրդովված նշեց ԿՊԱ-ական աղբյուրը։ Նաև դժգոհեց, թե նրա թևերի տակ ձմերուկը հենց Նիկոլ Փաշինյանն է դրել։ Ավելին, եթե իրոք Փաշինյանից նեղված լիներ կամ հակառակը, Սարգսյան Հայկը հիմա նորեր խիճաղերի հետևում, նշել է աղբյուրը։ Հրապարակ օրաթերթը գրում է, մեր տեղեկություններով օրեր առաջ կալանքից ազատվել է քրեական աշխարհում հայտնի օրենքով գող Գևորգ Մելիքյանը, օշականցի Գևորիկը։ Դատարանը նրա նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառել տնային կալանքը համակցված բացակայելու արգելքով եւ 13 միլիոն դրամ գրավով։ Քրեական գործով անցնում են օշականցի Գևորիկը եւ մեկ այլ օրենքով գող Սամվել Հասանյանը մանգոմակ անվամբ։ Հրապարակ թերթը գրում է. Վլադիմիր Պուտին Նիկոլ Փաշինյան ապրիլի 1-յան հանդիպումից եւ կոշտ զրույցից հետո մեր տեղեկություններով ել ավելի կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետևում։ Պաշտոնական Մոսկվան ըստ մեծ ազատ լուրերի հասկացրել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ պայմանավորվածության հանգել հնարավոր չէ եւ անցել է գործնական քայլերի։ Մասնավորապես Կրեմլում որոշում են կայացրել արգելել Փաշինյանական իշխանության հետ փոխկապակցված բոլոր բիզնեսերին, գերությունների, անգամ մշակութային կազմակերպությունների մուտքը Ռուսաստան։ Երեք խոսում էին, որ դադարեցվել է Պրոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան, որով Ռուսաստան ալկոհոլային խմիչքներ էին արտահանում։ Իրավունք թերթը գրում է, ըստ քաղաքացիական պայմանագրի կուլիսներում շրջանառվող շշուկների ամիսներ շարունակ գովազդված ներկուսակցական ընտրությունները, այսպես կոչված պրայմերիզը, իրականում ընդամենը ձևական ծես է եղել հանրությանը ներկայացվող ժողովրդավարության պատրանք ստեղծելու համար։ Ասում են, թե քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակը կազմելու գործում իրականում ներքին քվեարկությունն ազդեցություն չի ունեցել։ Ավելին, թեկնածուների վերջնական դասավորությունը կազմել է մեկ կենտրոնից անձամբ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ հատիկ առ հատիկ ընտրելով հավատարիմ եւ վերահսկելի գործիչների։